ինչպես են ողջունում Զատկի օրը իրար։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրինալ է հարությունը Քրիստոսի։ Դուք ինչպես եք նշում Զատիկը։ Ինչ կա պարտադիր ձեր սեղանին։ Ձուկ, կանաչեղեն, ամեն ինչ լավաշ, չամիչ։ Ըստ ձեզ ո՞րն է տոնի խորհուրդը։ Տոնի խորհուրդը ամենակարևորը բոլոր մարդիկ իրար հետ բարի լինեն, հարգեն, սիրեն, բարությունն ու սերը։ Նշում եք Զատիկը։ Այո, Կասեք ո՞րն է տոնի խորհուրդը։ դու ես շատ գրեմ, ամենից կդրված է։ Հիսուս Քրիստոսի հարյավ, հա, սպասեցինք։ Հիսուս հարյավ իմերելո ծորտնյալի հարությունը Քրիստոսի, это Ну, самое главное, что Христос воскрес, и это самый главный праздник в году, я думаю, для каждого верующего человека, у которого в сердце Бог, поэтому все отмечаем, празднуем, конечно, приходим в церковь и с нетерпением ждем вечер, чтобы собраться в кругу самых близких людей. Ուտելիքներից ամենաշատը ինչ եք սիրում այդ օրը։ Ամենաշատը ձուկ, բրինձ, այդքան։ Ոչ, կնախընտրեմ առանց։ Այո։ Իսկ գինի խմում եք։ Իհարկե, մի քիչ, բայց կարելի է։ Ձուկ կրվեցնում եք այդ օրը։ Անպայման փոքր ժամանակից ընտանեկան տրադիցիա, որ անպայման բոլորովս հավաքվում ենք ու իհարկե։ Կա ինչ-որ մարտավարություն, որ դուք օգտագործում եք, որ հաղթեք։ Ես միշտ տարվում եմ։ Զատկի օրը եկեղեցի գալու եք։ Չես նախորդ եմ եկել։ Մոմ վարել եմ, ասենք ինչ որ պետք է։ Զատկի օրը ինչն եք ամենաշատը կարևորում։ Խորհուրդը դա մեր հավատն է Աստծուն։ Մեր ազգին պետք է, ինչ ասեմ, միասնական լինենք, սիրենք իրար, հարգենք, նու հավատը Աստծուն ամենաշատը։ Պարտադիր ինչ կա ձեր սեղանին այդ օրը։ Հա, գունավոր ծվեր, դա խորհրդանիշն է Զատիկի օրվա։ Լավ, չամիչ, չամիչով լավ։ Իսկ ձուն Կանաչեղեն շատ։ ձուն սոխով եք ներկում ավանդական ձևով, թե Կարելի եւ սոխով, բայց հիմա չէ։ Ներկերով։ Պատրաստի ներկերով։ նշում եք Զատիկը։ Այո, Կասեք ո՞րն է Զատկի խորհուրդը։ Քրիստոսի հարություն խորհուրդն է, որ հարություն առնում 40 օր հետո ծնվել, որ մահանում է։ Ունենք ձու ներկաց տարբեր գույների, հասկ ունենք, Իսկ ավանդական սոխով եք ներկում, թե փոխել եք ձևերով։ Սոխով։ ես միշտ սոխով եմ ներկում, բայց ասենք պետրուշկա բանդանում եմ, ասենց տարբեր ծաղիկներ ա վերենալնում, Ինչն է ամենակարևորը այդ օրը։ որ հավատալով մոտենանք այդ ամեն ինչին, հենց ձևական չլինի, բարի լինենք, մաքուր։ Ձեր սեղանին ինչ կա 5 բան։ Մեր սեղանին կա ձուկ, գինի, չամիչով փլավ, կամ այդ փլավը ոնց չերով են պատրաստում, մարդիկ կան, որ չամիչով են պատրաստում։ Ձուկ կրվեցնում եք այդ օրը։ Ճիշտն ասած, հա, ինձ թվում է այդ արդեն ավանդույթ է դառել։ Տոնական սեղանը ձեզ համար կարևոր է։ Ոնց կարևոր չէ։ Ինչ կա պարտադիր ձեր սեղանին։ Ամեն ինչ։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր այս տարի չեն ուզում Զատիկը նշել։ Ես իրանց է խորհուրդ չեմ տա, ինչքանով որ կանան, թո ինքանով նշեն, պարտադիր չէ։ Ճոխ սեղանը լինի, երեխեքին ուրախացնեն, այդքան մի բան։ Ինչպես եք դուք սիրում նշել Զատիկը։ Պատարագի մասնակցել, իսկ հետո տանը։ Ո՞րն է օրվա խորհուրդը։ Հարությունը Քրիստոսի։ Իսկ ձեր տանը պարտադիր սեղանին ինչ կա։ Ձու, Զատկի, փլավ, բրինձով, չամիչով։ Կրվեցնում եք ձուն։ Իհարկե։ Ինչ որ մարտավարություն ունեք հատուկ, որով հաղթում եք։ Ոչ։ Կավի ծվերից առել եք երբևէ չէ։ Մենակ ես եմ արել։ Գիտեք ո՞րն է Զատկի խորհուրդը։ Իհարկե գիտեմ։ Հիսուսին խաչեցին, մեր փրկության համար եղավ դա իրականում, Աստծո կամքն էր, որպեսզի մահանար իր միածին որդին, որպեսզի մենք փրկված լինենք։ Այսինքն Զատիկի խորհրդանշում է Հիսուսի մահը եւ հարությունը։ Թափած անմեղ գառան արյունը թափած մեզ համար եւ մեր փրկությունը։ Այդ օրը ինչ կա պարտադիր ձեր սեղանին։ Իհարկե ձուկ, ներկված հավկիթ, գինի, խորհրդանշում է Հիսուսի արյունը,
բրինձ, չամիչով իհարկե հավատացյալների խորհրդանշումը չէ, ինչքան հավատացյալներ կա, Աստված տա թող շատ լինի հավատացյալները մեր կյանքում, միակ փրկությունը մենք պետք է գտնենք Հիսուսով, ուրիշ ելք չկա, ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ ձու կռվեցնում եք տանը։ Ձու իհարկե խաղում ենք։ Հաղթողը միշտ ուրախ է մնում, որ ինչ որ հաղթանակ ունեցավ, փոքր հաղթանակ, այդ խաղը շատ հետաքրքիր է միշտ։